Փառք Տիրոջը։ Այսօր ուզում եմ ձեզ հետ խոսել մի հարցի շուրջ, որը վերաբերվում է գայթակղությանը։ Երանի նրան, ովին վրայով չի գայթակղվում։ Այս խոսքերն ասաց Տեր Հիսուսը Հովհաննես Մկրտչի վրայով, եւ որը վերաբերում է բոլորին։ Այսինքն հնարավոր է, որ մեկը Քրիստոսի վրայով գայթակղվի։ Ես կասեմ, ոչ միայն հնարավոր է, այլ շատ հնարավոր։ Երբ որ Տեր Հիսուսը նոր ծնվել էր որպես մանուկ, 8-րդ օրը տարան տաճար նրան Տիրոջը նվիրելու, մի ծերունի կար, որ Աստծուց խոստացված էր, որ մահ պիտի չճաշակի, մինչև որ տեսնի Մեսիային։ Նա եկավ տաճար, գտավ մանուկ Հիսուսին, գրկեց, օրհնեց նրան եւ Մարիամին նայելով ասաց. «Ահա սա կա Իսրայելի մեջ շատերի բարձրացման ու անկման պատճառ եւ նշան հակառակության, եւ քո հոգու միջով էլ սուր պիտի անցնի, որպեսզի բազմաթիվ սրտերի խորհուրդներ հայտնի դառնան»։ Հենց առաջին իսկ ուրվանից մարգարեական խոսք եղավ, որ սա պիտի շատերի համար դառնա հակառակության նշան։ Եվ Տերն ինքն էլ ասաց. «Ես եկա բաժանելու, որպեսզի բաժանեմ որդին հորից, աղջիկը մորից, եւ ձեր թշնամիները ձեր տան անդամները կլինեն»։ Արդյոք այսպես չի եղել։ Մենք որ հավատքի մեջ մտանք, ոնց որ մեր ամբողջ ազգի թշնամին մենք դառնայինք ու իրանք էլ մեր թշնամիները։ Այդպես էր սկսվեց։ Եվ սա Քրիստոսի գայթակղությունն էր, ոմանք գայթակղվում էին Քրիստոսի վրայով, ոմանք Քրիստոսի հավատացողների վրայով, Քրիստոսի հավատացողներն էլ մյուսների վրայով։ Սա նորմալ նշան է, որը շարժվում է քրիստոնեության մեջ։ Առաջին Պետրոս 2-րդ գլուխ 6-ից 10 խոսքերը կարդամ։ Որովհետև գրված է գրքում, որ ահա Սիոնում դնում եմ ընտիր պատվական անկյունակար եւ նրան հավատացողը պիտի չամաչի։ Արդ ձեզ հավատացյալներիդ համար պատվական է, իսկ անհավատների համար այն քարը, որ անարգեցին շինողները, անկյունակար դարձավ եւ գլորման քար ու գայթակղության վեմ, որով գայթակղվում են խոսքին չհավատացողները, որի համար էլ սահմանված էին։ Մի հատ այս մասը նորից իմ լեզվով ասեմ։ Ահա կա դրված մի թանկագին ու պատվական անկյունակար հավատացողների համար։ Իսկ այն շինողները, որ անարգեցին այդ քարը, դարձավ անկյունակար, նրանց համար գլորման քար, գայթակղության վեմ, որին գայթակղվեցին խոսքին չհավատացողները, որի համար էլ նրանք սահմանված էին։ Հետո սրանց վրա կառնենք։ Բայց դուք հավատացողներին ասում, ընտիր ցեղեք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, Աստծո սեփական ժողովուրդ, որպեսզի նրա առաքինությունները քարոզեք, որ ձեզ խավարից կանչեց իր սքանչելի լույսին։ Ում առաքինությունները քարոզեք, նրա առաքինությունները քարոզեք, ոչ թե ձեր առաքինությունները, ոչ թե ձեր հովվի առաքինությունները, ձեր եկեղեցու առաքինությունները, այլ նրա առաքինությունները քարոզեք, որի համար դուք կանչվեցիք իր սքանչելի լույսին, որովհետև դուք մի ժամանակ ժողովուրդ չէիք, իսկ այժմ Աստծո ժողովուրդ եք։ Դուք որ ողորմություն չէիք գտել, բայց հիմա ողորմություն գտաք։ Ինչ հետաքրքիր է, չէ՞։ Այսինքն ոմանց համար, հատկապես անհավատների համար Քրիստոսը դառնում է գայթակղություն։ Չեն կարողանում հավատալ, նույնիսկ անգամ քրիստոնյաները, քրիստոնյա կոչվածները չեն կարողանում հավատալ Քրիստոսին։ Որովհետև նա այսպիսին է, նա միշտ գալիս է ավելիով, որին դու պատրաստ չէիր ընդունելու։ Որի պատճառով մենք ոչ մի կրոնական սահմանափակությունների մեջ չթաղվենք, մեր համար չստեղծենք որևէ կարծրատիպ, հետո այդ կարծրատիպը քեզ կհեռացնի Քրիստոսից, իսկական Քրիստոսից կհեռացնի, դու կգայթակղվես։ Ուրեմն կարող է մեկը գայթակղվել Հիսուսից։ Այո, հնարավոր է։ Օրինակ եղել են մարդիկ, որոնք նեղացան Աստծուց, խռովեցին։ Ինչու՞։ Իրան սրտի ուզածը չարեց։ Սպասում են բժշկության, չբժշկեց, ենթադրենք։ Նեղացան, խռովեցին ու որոշեցին Հիսուսին թողնել, էլ ինչի՞ սա պետք է Հիսուսը։ Գիտեք ինչու, որովհետև նրանք սխալ էին սովորել, որ Աստված կարծես մի մատուցող պիտի իրենց զակազները ընդունի ու անպայման այոյով բավարարի։
բայց մի մոռացեք, Աստված ինքն է որոշում այոյին եւ ոչը, պատասխանելը եւ չպատասխանելը։ Մենք միայն դրանից կարիք ունենք ողորմություն ստանալու, ոչ թե Աստծո վրա ինատ անելու։ Մարդը կարող է սրանից գայթակղվել։ Այո, իր սիրելի հարազատին վերսեց, գայթակղում են։ Ինչու՞, որովհետեւ նրանք չէին սպասում, որ Հիսուսը այսպես կանի։ Նրանք միշտ մտածում էին, որ Աստված մի բարի, ինչպես անցած անգամ հայտնացեց, պապիկ անստած երկնքում, որ մենակ բարի բաների է պատասխանում։ Աստված ինքն է որոշում քո լինելը եւ չլինելը։ Եվ դու ոչ մի անգամ իրավունք չունես նրան ասես, թե ինչու։ Ուրեմն հավատացյալը կարող է լինել անհավատ։ Անհավատ հասկացանք, բայց հավատացյալ անհավատ, սա ամենադժբախտ վիճակն է։ Ես մի շարք օրինակներ բերեմ հենց Քրիստոսի աշակերտներից, որ տեսնենք, որ նույնիսկ Քրիստոսի հետևողները երբեմն ցուցաբերեցին թերահավատություն կամ անհավատություն։ Թոմաս, Հովհաննես ավետարան 20-րդ գլուխ 27-ից 29։ Տերը Թոմասին ասաց. «Բեր քո մատդ այստեղ դիր եւ տես իմ ձեռքերը, բեր քո ձեռքը եւ իմ կողքը խոթիր։ Մի եղիր անհավատ, այլ հավատացյալ»։ Թոմասը պատասխանեց ու ասաց նրան. «Իմ Տեր եւ իմ Աստված»։ Հիսուսը նրան ասաց. «Հավատացիր դու, քանի որ տեսար Երանի նրանց, ովքեր որ չեն տեսնել, սակայն կհավատան»։ Թոմասին ասաց, ինչու էր ասած, որովհետև Թոմասին, երբ որ ասացին Քրիստոսի հարություն առնելու մասին, նա ասաց. «Մինչև որ նրա վերքերը չտեսնեմ ձեռքերի, մինչև մատերս չդնեմ նրա վերքերի վրա, այսինքն շոշափելիս գամ, որ նա է, ձեռքս նրա կողքը չխոթեմ, այն նիզակով որ խոթված էր, չեմ հավատա»։ Դա մարդերն ասաց. «Բեր մատերը դիր վերքերի վրա եւ ձեռքդ խոթիր իմ կողքը ու մի եղիր անհավատ, այլ եղիր հավատացյալ»։ Ինչ արեց Թոմասը։ Ծնկի եկավ ու ասաց. «Իմ Տեր եւ իմ Աստված»։ Տերն ասաց. «Դու տեսար ու հավատացիր, սակայն Երանի նրանց, ովքեր չեն տեսնի, ու սակայն կհավատան»։ Էմմանոսի ճանապարհին աշակերտները տարակուսված էին։ Մինչ Տերը բացվեց նրանց աչքերին, դրանք տեսան ու ասաց. «Գրված է, որ Քրիստոս պետք է չարչարվեր ու երրորդ օրը մեռելներից հարություն առներ, ու նրա անունով Երուսաղեմից սկսած բոլոր ազգերի մեջ ապաշխարություն ու մեղքերի թողություն պիտի քարոզվեր։ Դուք նրա վկարներն եք այս բաների»։ Ղուկաս ավետարան 24:45-ից 48։ Աշակերտների Տերն ուզեցավ ասել, որ դուք որ չեք հավատում, ինչպես պիտի քարոզեք ուրիշին հավատք։ Այսինքն նախ եւ առաջ դու պիտի հավատաս, որ կարողանաս քարոզել Քրիստոսի ավետարանը։ Փոթորիկ եղավ ծովում։ Նավը քիչ էր մնում խորտակվեր։ Հիսուսը նավախելին նստած մի բարձի վրա ննջում էր։ Աշակերտները խառնվեցին իրար, արթնացրեցին Հիսուսին, ասին. «Վարդապետ, արթնացիր, ահա մենք կորցվում ենք»։ Հիսուսը կանգնեց, սաստեց ծովին ու փոթորիկին ու հանդարտվեց այն։ Եվ նրանք զարմացած ու ապշած էին, թե ով է սա, որին փոթորիկն ու ծովն էլ է հնազանդվում։ Այսինքն նրանք տարակուսանքի մեջ էին, շփոթված էին։ Նրանք մտածում են վերջ, բայց եթե Հիսուս այդ նավի մեջ է, ինչպես կարող էր այդ նավը կործանվել։ Նրանք չկարողացան այս բանին հավատալ։ Եվ Տերը նրանց ասաց. «Ուր է ձեր հավատքը»։ Աշակերտներին հավատացյալ ասում էր. «Ձեր հավատքն ուր է»։ Հարություն առնելուց հետո աշակերտները շփոթված էին, տարակուսած էին, կասկածամիտ էին։ Տերն ասաց. «Ինչու եք խռոված, ինչու եք շփոթված, ինչու սրտերի մեջ դեռ խորհուրդներ կան։ Ահա տեսեք իմ ձեռքերս ու ոտքերս, եկեք շոշափեք ու տեսեք, որովհետև ոգին մարմինը ոսկոր չի ունենում, իսկ ես ահա տեսեք, որ ես ունեմ»։ Այս ասելով իր ձեռքերն ու ոտքերը ցույց տվեց դրանց։ Ղուկաս 24:37-ից 40։ Այսինքն աշակերտների մեջ տարակուսանք կար, այդքան քարոզեց, այդքան ասեց իր մեռնելու եւ հարություն առնելու մասին, սակայն նրանք չէին կարողանում սրան հավատալ։ Դժվար էր սրան հավատալը։ Հիմա էլ գիտեք, անգամ քրիստոնյա աշխարհի համար ամենադժվարը Քրիստոսի հարությանը հավատալն է։ Քրիստոսի մեռնելուն բոլորն են հավատում։ Մուսուլմաններն էլ են հավատում։ Այդպես մարդ չկա, որ չհավատա, որ Քրիստոս մեռա, բայց հարություն առնելուն չեն կարողանում հավատալ։ Մի օր իմ հորաքույրս ինքնից մի հատ շիֆաներ կա ունեին, մեջը նկարներ էր դրել, նկարներն էր իր պաշտմունքը։ Մի օր որ ասեցի, հորքուր, Քրիստոս մեռելներից հարություն առե, ասես մարդ որ մեռա ոնց կարող հարություն առնի։ Դե ասի որ քո հավատ այդ շիֆաների մեջ այդ նկարներն էլի հազիվ էլ դու կարողանաս Քրիստոսի հարության հավատալ։ Այսօր հայազգը
գրեթե մեծամասնությունը գերակշռող, հավատում են պատինեկարները, հավատում են ժամերի պատերին, հավատում են ամեն տեսակի նյութական քրիստոնեությունը հիշեցնող խորհրդապատկերների, բայց իսկական Քրիստոսին չեն կարողանում հավատալ եւ ընդունել։ Սա է դժբախտությունների դժբախտությունը։ Պողոսը Եբրայեցիներին ուղղված ուղերձում ասում է. նայեցեք եղբայրներ, չլինի, որ ձեր ներսիդին անհավատության չար սիրտ լինի, ապստամբ լինելու կենթանի ասուն։ Եբրայեցի 3:12։ Սա չէր ասում անհավատ աշխարհին, ասում էր հավատացյալ եբրայեցիներին, որ ձեր ներսում ինչ չլինի, անհավատության չար սիրտ կենթանի ասոդեմ ապստամբելու համար։ Կարող է սա լինել։ Այո, կարող է։ Հնարավոր է, որ հավատացյալը լինի անհավատ։ Այո, հնարավոր է, որ հավատացյալը պագոնով լինի հավատացյալ, բայց էությամբ անհավատ։ Անունով հավատացյալ, բայց էությամբ ամբարիշտից ոչինչով չտարբերվող։ Ովքեր են այդ շինողները, որ անարգեցին։ Փարիսեցիներն էին, սադուկեցիներն էին, օրենսգետներն էին, ղևտացիներն էին, հրեաներն էին, ամբողջ աշխարհն էր։ Այո։ Այն ժամանակ աշակերտները մոտեցան նրան ու ասացին. գիտես, երբ որ փարիսեցիները այդ խոսքը լսեցին, գայթակղվեցին։ Տեսեք, Տերը ինչ խիստ խոսք է ասում։ Նա պատասխան տվեց ու ասաց. ամեն տունք, որ իմ երկնավոր հայրը չի տնկել, արմատախիլ պիտի արվի։ Որ տունքը, որ իմ հայրը չի տնկել, արմատից պիտի կտրվի։ Իսկ ով կասի ձեզանից ում է Աստված տնկել։ Տերն ասեց. ոչ ոք չի կարող ինձ գալ, եթե իմ հայրը չձգի նրան։ Այս խոսքերը, երբ որ ես առաջին անգամ լսեցի, ասեցի փաստորեն, ուրեմն ինձ Աստվածը ձգե, որ ես կարողացա նրան գալ, թե չէի կարողանա։ Ու նստած մտածում եմ, բայց Աստված որ մյուսներին չի ձգում, բայց իրանք ինչով են մեղավոր։ Այդ քո խելքի բանը չէ։ Քեզ ձգել է, քեզ բացել է, եկել ես Քրիստոսին, ուրախ եղիր սրա համար, որովհետև քեզ հայրը ձգեց, որ դու կարողանաս հավատալ Քրիստոսին ու գալ Քրիստոսին։ Փաստորեն Քրիստոսը կարող է լինել ոմանց համար որպես գայթակղություն։ Այո։ Տեսեք ինչ է ասում Պողոս առաքյալը Կորինթացիներին։ Առաջի Կորինթացիների առաջի գլուխ 22-31։ Որովհետև հրեաները նշան են փնտրում, իսկ հեթանոսները իմաստություն։ Իսկ մենք քարոզում ենք խաչյալ Քրիստոսին։ Ի գայթակղություն հրեաների եւ ի հիմարություն հեթանոսների։ Այսինքն հեթանոսները նշան են փնտրում, չէ, իմաստություն են փնտրում, հույները, հրեաները նշան են փնտրում։ Հրեաները նշան, հեթանոսները իմաստություն։ Իսկ մենք ինչ ենք անում, ասում, մենք քարոզում ենք խաչյալ Քրիստոսին, բայց գայթակղվում են, ասում, այդպես էլ պետք է լինի, ի գայթակղություն նրանց, ի հիմարություն մյուսների։ Որովհետև բայց անոնք, որ կանչված են հրեաների թե հույներին, Քրիստոսը որպես Աստծո զորություն եւ Աստծո իմաստություն, որովհետև Աստծո հիմարը մարդկանց է ավելի իմաստուն է։ Աստծո տկարը մարդկանց է ավելի զորավոր է։ Արդարև դուք ձեր կոշմանը տեսեք եղբայրներ, որ ոչ թե մարմինի կողմանը շատ իմաստուններ եւ ոչ թե շատ զորավորներ եւ ոչ թե շատ ազնվականներ կանչվեցան, բայց Աստված այս աշխարհի հիմարներին ընտրեց, որպեսզի ամոթով անի իմաստուններին։ Աստված այս աշխարհի տկարներին ընտրեց, որպեսզի ամոթով թողնի զորավորներին։ Աստված այս աշխարհի ցածազգիներին, անարգներին ընտրեց, որպեսզի ոչինչի վերածի իրենց բան մկարծողներին, որպեսզի որևէ մարմին Աստծո առջև չպարծենա։ Ում են ասի հիմար ասի հավատքի համար, աղմախ ասի, անխելք ասի, դեբիլ ասի, դուբին ասի, ինչ ասես ասել են։ Տերն ասում, այդ որ դուբին էին ասում, քեզ դեբիլ էին ասում, ես քեզ ընտրեցի, այդ պատճառով են նրանք քեզ այս բաները ասում, որովհետև Աստված ընտրեց հենց այսպիսիներին։ Եթե փրկությունը փողով լիներ, չէ, հավատացեք, մեծ արուստները լրիվ կգնեին այդ փրկությունը, բայց որ ծերի է, մարդիկ առամարում են, ոչ թե ծերի էր այն պատճառով, որ արժեք չուներ, այլ որովհետև դրա արժեքը ոչ մի մեծատուն անգամ չէր կարողանա վճարել։ Դա եղավ նրանց համար, ովքեր որ հավատքով ընդունեցին։ Հիմա տեսեք, 30-րդ խոսքն ասում է. իսկ դուք նրանից եք Քրիստոս Հիսուսով, որ մեզ Աստծուց մատները ցալեք իմաստություն, արդարություն, սրբություն եւ փրկություն եղավ։ Այս հերթականությունը հենց այնպես գրված չէ, նախ եւ առաջ մեզ համար Քրիստոս դարձավ որպես իմաստություն։ Այդ իմաստությունը մեզ տարավ արդարության։ Արդարությունը մեզ տարավ սրբության, սրբությունը ապահովեց մեր փրկությունը։ Սա
փուլ է, որ մենք պետք է անցնենք։ Մենակ Քրիստոսին հավատալ բառ ասել այդ բառախաղերը ոչինչ չեն տալիս։ Մենք պետք է անցնենք իմ թվարկածով, որպեսզի ինչպես գրված է, նա որ պարծենում է, թող Տիրոջով պարծենա։ Հիմա ինչ ես փնտրում դու։ Կողքինդ ասա դու ինչ ես փնտրում։ Ինչպես ես պատկերացնում դու Հիսուսին։ Ինչպես ես վստահում դու նրան։ Անցած հավաքությունին Հայկը մի քանի բաներ ասեց, որոնք ընկան տարակուսանքի մեջ ոմանք։ Ես փոքր ինչ, ես պետք է վերջացնեմ, ես մի քիչ երկար կարողացեմ, պետք է հասնեմ տեղ։ Շատ կարևոր բան ունեմ ասելու վերջում։ Հովհաննես Մկրտիչը համարվեց որպես աշխարհի ամենամեծ մարգարե։ Եվ դա Տերն ասաց։ Կանացի սրվածների մեջ Հովհաննես Մկրտիչից ավելի մեծը չի եղել, սակայն երկնքի արքայության մեջ ամենափոքրը նրանից մեծ է։ Հետաքրքիր է, Հովհաննես Մկրտիչը մի անձնավորություն էր, ով Քրիստոսին տեսավ, Քրիստոսին մկրտեց, երկնքից ձայնը լսեց, ահա իմ սիրելի որդին, որ ունի իմ ամբողջ բարեհաճությունը, չէ՞։ Ասաց, ահա գառն Աստծո, որ վերցնում է աշխարհի մեղքը, նա, որ իր աշակերտներին ասաց, այժմ ահա հարկ է ժամանակն է, որ ես պիտի ցածրանամ ու նա բարձրանա։ Ամեն ինչ տեղը տեղին արված էր, բայց երբ որ նա բանտարկված էր, ընկավ տարակուսանքի մեջ, ուղարկեց իր աշակերտներին, ասաց գնացեք, ասացեք դու նա ես, որին սպասում ենք, թե մեկ որ եկար, թե մեկ ուրիշին սպասենք։ Ինչ եղավ Հովհաննեսի հետ։ Հովհաննեսը ընկավ տարակուսանքի մեջ։ Նա բանտարկված էր։ Հերովդեսը նրան կարող էր գլխատել։ Ուղարկեց աշակերտներին համոզվելու, արդյոք դու Քրիստոսն ես, բա որ տարակուսում էիր, բա ինչ է իր վկայում ու ասում այսքան ժամանակ, երբ որ դու քարոզում էիր ապաշխարության մկրտություն։ Եվ Տեր Հիսուսը հրաշքների նշաններ արեց ու ասաց գնացեք ասեք, որ ահա կույրերը տեսնում են, կաղերը քայլում են, բորոտները մաքրվում են, արքայության ավետարանն է քարոզում եւ երանի նրան, ով իմ վրայով չի գայթակղվում։ Այս խոսքը ուղղվեց Հովհաննես Մկրտիչին։ Աշակերտները զարմացած նայում են եւ Տերն ասաց. «Հապա ինչ տեսնելու եկաք, փափուկ հանդերձներ հակած մարդ, հովից շարժվող մի եղեք, ահա փառավոր հագուստներով ու փափկության մեջ թագավորներն են պալատներում, հապա ինչ տեսնելու եկաք, մարգարե, ասում եմ ձեզ ավելին քան մարգարե, որովհետև սա նա է, ում մասին գրված է, կուղարկեմ իմ դեսպանս քո առջևից քո ճամփաները պատրաստելու, որովհետև ասում եմ ձեզ, կանացից ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից ավելի մեծը չի եղել մարգարե, սակայն երկնքի արքայության մեջ ամենափոքրը նրանից մեծ է։ Երբ որ սա դուք կարդում եք, ինչ հասկացաք։ Ինչու Հովհաննես Մկրտիչին անվանեց որպես աշխարհի ամենամեծ մարգարե, ու այդ նույն Հովհաննես Մկրտիչը ոչ մի հատ մարգարեություն արեց, ոչ մի տող մարգարեություն գրեց։ Մեծ մարգարեներ անվանում էին Եսայիա մարգարեին, Երեմիային, Եզեկիելին, գիտեք ինչի, ծավալի առումով էին գրած մեծ մարգարեներ, ամենամեծ մարգարեական գրքերը այդ մարգարեներն են գրել։ Հովհաննեսը մի թուղթ էլ չի գրել, ոչ մի հատ հրաշք չարեց, ապրեց անապատում, ուտում էր մեղր ու մարախ, եւ մարդիկ նրա մոտ գնում էին անապատում խոսքը լսելու, հագնում էր ուխտի մազից, զգեստ, այսպես կոպիտ, կոշտ կոպիտ մի մարդ էր, իր քարոզներն անգամ կոշտ կոպիտ էին։ Ինչու նա համարվեց ամենամեծ մարգարե բոլոր մարգարեներից, բոլոր կանացից ծնվածներից։ Գիտեք ինչու, որովհետև նա Քրիստոսի առջևից ուղարկված դեսպանն էր Քրիստոսի ճամփաները պատրաստելու, նրա կոչումն էր մեծ, նա արևածագից առաջ երևացող արշալույսն էր, որովհետև նրա կոչումը մեծ էր ոչ թե մարգարեական էջերի շատությամբ, այլ իր կոչումով, նա Աստծո դեսպանն էր։ Սակայն նա նույնպես տարակուսեց Քրիստոսի վրայով, գիտեք ինչու, որովհետև Քրիստոսի գործելակերպը Հովհաննեսի չափանիշներին չհամապատասխանեց, իր պատկերացումներին չէր համապատասխանում, ահա թե ինչու նա սկսեց տարակուսել։ Հիմա, սիրելի իմ քույր եղբայր, երբեք դու Քրիստոսին քո հասկացողության կարծրատիպերով չորակես ու չչափես։ Հենց դու որևէ կարծրատիպեր սկսեցիր ստեղծել Քրիստոսի շուրջը, Քրիստոսի անվան շուրջը, դու կընկնես տարակուսանքի մեջ։ Նա չի սահմանափակվում ոչ մի բանով, նա ինքն է սահմանափակությունը։
Նա չի սահմանափակում որևէ բանով, նա ինքը ամեն ինչի սահմանափակությունն է, նա սկիզբն է, նա վերջն է, նա առաջինն է, նա վերջինն է, նա է, որ է։ Այսօր էլ աշխարհում շատերը պատճառ են փնտրում ու գայթակղվում են Քրիստոսից։ Առաջին, ինչու ձեր վարդապետը ուտում է մեղավորների և մաքսավորների հետ, Մատթեոս 9:11։ Ինչի է ուտում հաց նրա հետ, ամբարիշտների հետ, գայթակղվում էին։ Մատթեոս 9:14, այն ժամանակ Հովհաննեսի աշակերտները եկան ու ասացին. ինչու մենք ու փարիսեցիները շատ անգամ ծոմ ենք պահում, քո աշակերտները չեն պահում, այս էլ Հովհաննեսի աշակերտները, ինչի դուք ծոմ չեք պահում։ Հիսուսն ասաց, միթե կարելի է որ հարսնիքավորները ծոմ պահեն, երբ փեսան իրենց հետ է, բայց երբ որ փեսան վերցվի, այդ ժամանակ ծոմ կպահեն։ Նրանք չէին հասկանում։ Ինչու մեղավոր, մաքսավոր մարդկանց տունը մտավ գիշերից, Զաքեոսի տանն էր գիշերել։ Ինչի մտավ այդ տունը գիշերից, ինքը մաքսավոր էր, որովհետև պետք էր։ Եվ Տերը այդ օրն ասաց, այսօր այս տանը եւս փրկություն եղավ, քանի որ սա էլ Աբրահամի որդի էր, որովհետև որդին մարդու եկավ որպեսզի փնտրի ու փրկի կորցվածը։ Չէին կարողանում հասկանալ, այդ ամբողջ մասսայի մեջ հենց այդ կոլոտ Զաքեոսի տունը դու պետք է մտի։ Այո, այնտեղ պետք է մտել։ Գայթակղվում էին, թող գայթակղվեին։ Ինչու մաքսավորին դարձրեց իր աշակերտը։ Մատթեոս ավետարանիչը մաքսավոր էր, նստած մաքս էր հավաքում, հարկա հավաք էր։ Դարձրեց իր աշակերտը եւ Մատթեոս ավետարանը հենց Մատթեոսն է գրել։ Նա դևերին հանում է Բեղզեբուղի իշխանի միջոցով։ Մատթեոս 9:34։ Ինչու նա շաբաթը չի պահում։ Մատթեոս 12:1։ Ինչու նա շաբաթօրը բժշկեց, չոր ասած ձեռքի բժշկումը։ Մատթեոս 12:10։ Ինչու քո աշակերտները ավանդությունների համաձայն ուտելուց առաջ ձեռքերը չեն լվանում։ Մատթեոս 15:2։ Այստեղ ոչ թե մաքրության խնդիրներ, որ ուտելուց առաջ ձեռքերը լվանան, այլ ավանդույթ պահելու խնդիրներ ձեռքերը լվանալը։ Եվ Տերն ասաց, չէ, այն ինչ որ բերանից է մտնում, որովայնով դուրս է գալիս, բայց ինչ որ սրտից է ելնում, այդ է պղծում մարդը։ Էս էին լսել, գայթակղում էին փարիսեցիները, որ Տերն ասաց, ամեն տուն, որ իմ երկնային հայրը չի տնկել, արմատախիլ պիտի արվի։ Մատթեոս 12:38։ Ինչ նշան ցույց կտաս մեզ։ Տերն ասաց, մի չար եւ շնացող ազգ նշան է փնտրում, սակայն քեզ ոչ մի նշան պիտի չտրվի բացի Յովհաննես մարգարեի նշանից։ Որտեղից նրան այսքան զորություն եւ իմաստություն։ Սա Հյուստնի որդի կամ ինքը Հյուստնը չէ։ Սրա մայրը Մարիամը չէ, սրա եղբայրներին Հակոբոս, Հովսես, Սիմոն, Հուդա մենք ճանաչում ենք։ Սրա քույրերը նրա մոտ չեն, մենք բոլորին ճանաչում ենք։ Եվ նրա վրայով գայթակղվում էին, բայց Հիսուսն ասաց, որևէ մարգարե անպատիվ չէ, բայց միայն իր տանը եւ իր գավառի մեջ։ Եվ այնտեղ ասում է շատ հրաշքներ չարեց նրանց անհավատության պատճառով։ Մատթեոս 13:55-58։ Ահա գայթակղություններ։ Քո աշակերտները այսինչ են անում, ինչ էր տեղի ունեցել։ Հիսուսը մտավ Երուսաղեմ, ովսանաներով դիմավորեցին, արմավենների ճյուղերը փռում էին նրա առաջ, մանուկներն անգամ գովաբանում, օրհնաբանում էին, փարիսեցիները, դպիները, այսպես զարմացած, ապշած ասում են, «Էս քո աշակերտներն ինչ են անում, սա ստիր աշակերտներիդ վարդապետ»։ Տերն ասում էր, եթե նրանք լռեն, քարերը պիտի աղաղակեն։ Եվ մանուկներին էլ ասում էր, եթե դուք չեք կարդացել արդյոք, որ կաթնակերների բերանով գովություն կատարեցիր։ Մատթեոս 21:15-16։ Անկամ սրա վրա էին գայթակղվում։ Այս խառնաշփոթը որտեղից եւ ինչու։ Ձեր վարդապետը երկդրամյան турքը չի տալիս դաժար մտելուց, բոլորը турք էին տալիս մտում էին, Հիսուսը մտավ չտվեց։ Ասեց, բայց ձեր վարդապետը փողը չի տալիս։ Պետրոսն ասեց, տալիս է, ո՞նց չի տալիս։ Տերն ասաց, Սիմոն, այսինքն չի առաջին գար։ Ովքեր են հարկը турք վճարում, որդիները թե ծառաները, ասեց ծառաները։ Բացի ուրեմն որդիներն ազատ են, բայց որ չգայթակղեցնենք, գնա կարտը կսիր ջուրը, մի հատ ձուկ կբռնես, բերանը կբարձրես, երկու սատեր կանես, բերես կտաս իմը քո փոխարեն։ Պետրոսը գնաց։ Այսինքն նրանք սրա վրա էին գայթակղում, ինչի փողը չտվեց։ Սա ինչ իշխանությամբ է անում այս բոլոր բաները։ Տերն էլ փորձեց նրանց ու ասաց, հիմա դու ինչ պատասխանեք Հովհաննեսին մկրտելու իրավունքը երկնքից է թե մարդկանցից։ Խորեցին, ասին, չէ, մենք չգիտենք, բայց գիտեին։ Տերն ասաց, ես էլ ձեզ չեմ ասի, թե ինչ իշխանությամբ եմ անում այս գործերը։ Այսինքն
Դուք տեսնում եք, որ Քրիստոսը անկախ նրանից կգայթակղվեին, չէին գայթակղվի, նա ուներ իր գործելակերպը, իր անելիքները, եկավ որպեսզի անի այն, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ Աստծո կամքն է, ինչ որ պետք էր որ աներ։ Իսկ մնացած բոլորը, ովքեր որ ասած իմ երկնային հայրը չի տնկել, արմատախիլ կարվի։ Ու այդպես էլ արվում է այսօր։ Այսպիսին էր անհավատ Իսրայելը, անհավատ հավատացյալ հրեաները։ Նրանք գայթակղում էին Հիսուսի վրայով, ինչու, որովհետև Հիսուսը նրանց չափանիշներով չէր կայլում, նրանց ավանդույթներով չէր շարժվում, նրանց խորհրդի մեջ չէր։ Հիմա դուք, եթե այսօրվա մեր ժողովրդական ավանդույթներով չքայլեք, ձեր վրայով էլ կգայթակղվեն։ Ինչի մեր եկնաղողին չեկավ, ինչի գերեզմանի մի պտղունց խունկ չգցեց, ինչի բազատիկի խորովին չարեցին չկերան, ինչու այս 7:40 չգիտեմ ինչ մյուս բաները չարեցին։ Միշտ այս բաները ասվել է ու գայթակղություն է եղել մյուսների մոտ, բայց դերն ասում էր Երանին իրան ովին վրայով չի գայթակղվի։ Ինչու դու չես անում, որովհետև այսպեսի բան չկա որ դու անես։ Սրանք մարդկային ավանդույթներ են, որին չենթարկվեց նաև Քրիստոսը։ Ոչ մի ավանդության Հիսուսը չենթարկվեց։ Վերջում են մի հատ մատաղ են անում, բերում են կոտուն, ասում են մի հատ մատաղը օրհնի ընդունի։ Դու ինչ պետք է անես։ Որ չնեղանա վերցնես, չէ, բայց այդպես չի, դու պետք է չվերցնես ու ասես, որ սա սխալ է։ Եվ դա ճիշտ չէ։ Կգայթակղվեն, թող գայթակղվեն։ Թող մարդիկ ճշմարտությունից գայթակղվեն, ոչ թե քո սխալ արարքներից։ Ուրեմն որոշեցին սպանել Հիսուսին։ Հետևյալ օրը ժողովուրդը այս տոնին եկած էին, երբ լսեցին, թե Հիսուսը Երուսաղեմ կուգա, արբավենի ոստեր առան, այս մասը ես ասացի, ովսաններով դիմավորեցին։ Իսկ փարիսեցիները իրար ասում էին. տեսան, որ էլի մեկը ինչ որ նրանք արեցին, չարեցին, ժողովուրդը գնում էր Հիսուսի հետևից, կարդամ այս բառերը շատ զորավոր է։ Հովհաննես 12:19, բայց չեմ կարդա, էլի այդ մասը ես մի քիչ առաջ ասեցի։ Իսկ փարիսեցիները իրար ասում էին. կտեսնեք, որ ոչ մի օգուտ չեն կարողանում անել, բոլոր աշխարհը գնաց նրա հետևից։ Այսօր մեր երկիրը Հայաստանը անընդհատ միշտ խոսում են աղանդավորներից, էլ բան ու գործ չունեն, ինչը լմա աղանդավորներ քարգոցում են, ծեծկում են, փնովում են, ցածրացնում են, վարկաբեկում են, էլ թշնամի, էլ հակառակորդ, էլ դրսից եկած արտասահմանից ուղարկած լրտեսներ, ինչ ասես ասում են, բայց մեկը ժողովուրդը գնում նրանց հետևից։ Կյանքի խոսք եկեղեցին ամենակննադատված եկեղեցին է, բայց ամենամեծ եկեղեցին է Հայաստանի։ Հազարներ, տասնյակ հազարներ, 100,000-ներ են հետևում։ Ոմանք ապշում են, նորից մնում այստեղի 10-15 հոգին, այստեղից դուրս եկով 1000 հոգին։ Այս խոսքը ես շատ լավ եմ յուրացրել։ Կտեսնեք, որ ոչ մի օգուտ չեք ունենում, ասիկ ամբողջ աշխարհը գնաց նրա հետևից։ Ինչու՞, որովհետև հայրն է ձգում, երբ ձգում է հայրը, դու գնում ես նույնիսկ ինքն էլ չհասկանալով, թե ինչպես եղավ, որ դու գնացիր։ Հիսուսի հռչակումներից էլ էին շատերը գայթակղվում։ Տեսեք, ես կարդամ այն հռչակումները, որ նա արեց իր անձի համար, ես եմ աշխարհի լույսը, գայթակղում էին։ Իսկ ով է իրան ինչի տեղադրել։ Ես եմ ճշմարիտ որդատունկը, ես եմ ճամփան ճշմարտությունը եւ կյանքը, ես եմ հարությունը եւ կյանքը, ես եմ նեղ դուռը, ես եմ բարի հովիվը, ես եմ կենաց հացը, ես եմ սկիզբն ու վախճանը, ես եմ առաջինն ու վերջինը, ես եմ ալֆան եւ օմեգան, ես եմ նախքան Աբրահամի լինելը։ Մենք ասենք, ես ինչի տեղադրել իրան, որովհետեւ նա էր, որ էր։ Որովհետեւ երբ որ ասած ես եմ, դա այն նույն Աստված էր, որ ասում էր ես եմ, որ եմ, որ Մովսեսն ասաց, որ գնամ ասեմ, նրա անունն ինչ է, ինչ ասեմ, ասաց գնա ասա, որ ես եմ, որ եմ։ Մինչև որ երկիր եկավ ես եմ, որ եմ, ու ասում էր ես եմ, որ նոր կարդացի ճամփան ճշմարտություն կյանքը, ես եմ հարությունը կյանքը, ես եմ նախքան Աբրահամի լինելը։ Դու 50 տարեկան չկաս Աբրահամին էլ տեսար։ Այո, ես նախքան Աբրահամի լինելն եմ։ Դա Աստծո որդին էր։ Հիսուսի 70 աշակերտները գայթակղվեցին Հիսուսից ու հեռացան։ Հովհաննես ավետարան 6:67-70։ Ինչու՞։ Հիսուսն ասաց. ես եմ երկնքից իջած հացը, ձեր հայրերը անապատում մանանա կերան ու մեռան, սակայն այն հացը, որ պիտի ուտեք դուք հավիտենական կյանք ունենաք, իմ մարմինը, որ պիտի տամ,
Գայթակղվեցին, ասին իր մարմինը ոնց պետք է ուտենք։ Ու հեռացան բոլորը։ 70 աշակերտ հազիվ հավաքել էր, 70-ը թողեցին գնացին։ Դարձավ 12-ին ասաց. «Միթե դուք եք ուզում գնալ»։ Պետրոսն ասաց. «Տեր, ուր գնանք, չէ որ դու ունես հավիտենական կյանքի խոսքեր»։ Այսինքն, այս հեռանալը ոչ մի անգամ Քրիստոսին չդրեց անհարմար վիճակի մեջ, որ եթե դերից վազել ասել, «Վայ, ես ուր եք գնում, լավ, եկեք խոսքս կփոխեմ, մենակ մի գնացեք»։ Տերը դարձավ 12-ին ասաց. «Ուզում եք դուք էլ գնացեք»։ Ես մեկ է ճշմարտությունը չեմ փոխում։ Ես նորից զերոյից կսկսեմ ամեն ինչը ու կկատարեմ ինչի համար որ ես երկիր եմ եկել։ Իսկ Սիմոնի մասին, Պետրոսի մասին, որ ասացի, Տերը որ ասաց գնա կարթած քսի ցուկ բռնես, ես իմ մեջ մտածում տրամաբանում եմ, թե երևի Պետրոսը ինչ կարող էր մտածել։ Գնա կարթած քսի ցուկ բռնես, բերանը փող կա։ Իսկ որևէ մեկի դետ եղել է որ փողի կարիք ունես, եթե աս կարթը քսես, ասի ցուկ բռնեմ, բերանից փող կանեմ։ Այդպես ոչ եղել է, ոչ էլ կլինի, որ մեկը ասել չես դա։ Բայց Պետրոսը գնաց։ Այդ հարց գուցե մտածում էր, խելքի մոտ բան ասում Տերը։ Թասում ինչ բանկի ցեվա։ Ոնց պետք է ես այդտեղից փող անեմ, կամ այսքան տարի ցկնորս եմ եղել, ոչ մի անգամ լտես բան չի եղել, որ ցկան բերանից ինչ որ կոպեկ հանվի։ Կարող է Տերը տակության մեջ է կամ ինչա։ Երևի մտածեր իրա, բայց փաստեր որ Պետրոսը գնաց ցուկը բռնեց, երկու սատերը բերանի մեջ էր, բերեց տվեց այդ երկդրամյան турքը։ Այն որ քո խելքի բանը չէ, նորմալ է, այդպես էլ պետք է լինի։ Աստծո արածներից ոչ մեկը մարդու խելքի բան չի, որ խելքի բան լիներ, արդեն հավատի բան չէր լինի, բայց դա այդպես եղավ։ Հիսուսը քայլեր ջրի վրայով։ Ապշել էին աշակերտները։ Ես ինչա։ Պետրոսն ասաց. «Տեր, ես էլ կամ մոտդ»։ Ասեց արի։ Հելա քայլես գիտեք ջրի վրայով։ Ոտը քսես տեսավ չի սուզվում։ Բայց որ մի հատ մեծ ալիք տեսավ, կասկածեց, տարակուսանքի մեջ ընկավ ու սուզվեց։ Տերը ձեռքը բարձեց, հանդես չէ, ասեց ինչու թեր հավատեցիր։ Հիմա դու գիտեք հեշտ էր դրան հավատալը։ Եթե դու նավի մեջ լինես, ես կողքից ասեմ ջրի վրայով քայլելով արի իմ մոտ, կարող է փորձես, էլի դե ոտդ քսես, դե սկար ջուր էլի, մի հատ սակես գելես, նորից դուրս կգաս։ Հիմա ես մի հատ ուրիշ ավելի բարդ բան ասեմ։ Դու ապրում ես 8-րդ հարկում։ Դիմացի շենքի 8-րդ հարկում էր Սարգիսնա, ասում է աղբեր այդպես օդի միջով քայլելով արի իմ մոտ։ Դու կփորձես անգամ թեկուզ փորձնական ոտդ քսես բալկոնից ցած։ Չես անի ասես ու խելար չեմ, ոտս քսեմ գնեմ կմեռնեմ ստեղից։ Ես էսպեսի բան է, որտեվ սա տրամաբանության բան չէ, սա հավատի քայլ է, որ կարող անել միայն Աստծուն հավատացողը։ Եթե այսպես չի, չփորձեք, աստատ կգնեք ցած։ Եթե չունես, այդ մի արա։ Փոթորիկը ծովի վրա, Տերն ասաց, ուր է ձեր հավատքը։ Հաց չվերցրեցինք, Տերն ասաց, բա ուր է ձեր հիշողությունը։ Ես որ 2 հացով 5 ցկով մի ամբողջ թե հակառակ 5 հաց 2 ցկով մի ամբողջ 5000 հոգու կերակրեցի չաշված կանած երեխաներին, բա ուր է ձեր հիշողությունը։ Ինչ կլինի մեզա Տեր, բա ուր է ձեր վստահությունը։ Այսինքն աշակերտների մեջ նույնպես կային անհավատություն եւ տարակուսանք, որը նորմալ էր այդ հասակի համար, բայց հետո նրանք հավատի այրեր դարձան, նրանք լեռներ շարժեցին, նրանք երկիրը շարժեցին, մայրցամաքներ շարժեցին, թագավորություններ շարժեցին, տրտատիպես կարծր սիրտ շարժեցին, հայոց աշխարհը շարժեցին։ Պարզ է։ Խոսեմ մի քիչ զարմանալի Պենտեկոստեի մասին։ Հիսուսը գնաց, ասաց որ կուղարկեմ Սուրբ Հոգին, Մխիթարիչը, Սուրբ Հոգին եկավ Պենտեկոստեի օրը, ամենքը որ հավաքված էին Վերնատանը, իրենց վրա իջավ Սուրբ Հոգին եւ սկսեցին խոսել այլ լեզուներով, բոցեղեն լեզուներով, անդուր լեզուներով ու բարբարներով եւ փառաբանել ու խոսել մարգարեանալ Աստծո մեծագործությունների մասին։ Կողքի հավաքված ժողովուրդը ինչ մտածեց։ Ծաղրում էին, ասում էին սրանք քաղցր գինուց հարբած են։ Սուրբ Հոգով լսվում էր խոսք տարբեր լեզուներով, անգամ այդ ժամանակ գիտեք ինչպես էին խոսում։ Տոնական օրը Պենտեկոստեի աշխարհի բոլոր կողմի հрьяաները, բոլոր երկրների հрьяաները ցիրուցան եղած հավաքում էին Երուսաղեմ։
այդ տոնակատարությանը մասնակցելու։ Ասենք Հայաստանից գնացած հрьяաներ կային, որ հայերեն գիտեին, Վրաստանից գնացած հрьяաներ կային, որ վրացերեն գիտեին, Հռոմից գնաց հрьяաներ կային, որ իտալերեն գիտեին, տարբեր ժողովուրդների միջից եկած հрьяաները տարբեր լեզուներ գիտեին, եւ նրանք այդ օրը Սուրբ Հոգու խոսքը լսում էին այն լեզվով, որ երկրում իրենք ապրում էին, մանկուց գիտեին այդ լեզուները, ու ասում էին սրանք որտեղից այս լեզուները սրանց որտեղից են խոսում, չէ՞ որ մենք սրանց ճանաչում ենք, սրանք անուս հрьяաներ են, ցկնորտեր են սովորական։ Մինչ Պետրոսը որ կանգնից ու ասեց, սա գրված է Հովել Մարգարեության միջոցով, որ պիտի կատարվեր վերջին օրերին, որը եւ կատարվեց, ինչը որ դուք տեսաք եւ ականատես եղաք։ Սրա վրա նույնպես գայթակղվում էին։ Աշակերտներին սկսեցին հալածել։ Չասացինք ձեզ, որ այդ անունով այլևս չխոսեք։ Ինչ զորությամբ եւ անունով արեցիք դուք այս բաները։ Պետրոսը Սուրբ Հոգով լցված սկսեց քարոզելու ասել. ով ժողովրդի իշխաններ, Իսրայելի ծերեր, միթե մենք այսօր տկար մարդու եղած բարիքի համար կքննվենք, թե ինչ միջոցով նա բժշկվեց։ Հայտնի թող լա ձեզի ամենուդ, որ բոլոր Իսրայելի ժողովրդին, որ Նազարեթի Հիսուս Քրիստոսի անունով, որին դուք խաչեցիք, եւ Աստված նրան մերելներից հարություն տվեց, ահա նրա միջոցով է այս անձը բժշկված։ Նա է այն քարը ձեզ մեջ շինողներից հետ անարգված, որ անկյունի գլուխ եղավ, եւ ուրիշ մեկով փրկություն չկա, որովհետեւ չկա մեկ այլ անուն երկգիտակ մարդկանց մեջ տրված, որով հնարավոր լինի փրկել, բացի Հիսուս Քրիստոս անունից։ Մի խոսքով հավաքում, նախատում են ու ասում են. ձեզ չպատվիրեցինք, որ այդ անունով այլևս չխոսեք։ Պետրոսն ասաց. մենք չենք կարող չխոսել այդ անունով։ Դուք ինքներդ դատեցեք։ Ուղիղ արդյոք ձեզ հնազանդվել է, որովհետեւ առավել պետք է հնազանդվել ասուն, քան թե մարդկանց։ Եվ մենք չենք կարող այդ անունով չխոսել, չենք կարող չխոսել այն, ինչ որ մենք տեսանք եւ լսեցինք։ Գործ Առաքելոց 4:1-20։ Տարօրինակ էր։ Լինում է դեպքի, որ ասում են, չեք կարա մի քիչ ավելի հանգիստ։ Մի քիչ ավելի կամանց աղոթեք։ Չէ, չենք կարա։ Որտեւ երբ որ այդ ստացվում է, չես կարող։ Տարիներ առաջ Մետաքսի Քյուրիկենստանը նորավեքների հավաքույթ էր, ես էի անցկացնում, այն ժամանակ ես էլ էի նոր ապաշխարող էի։ Ժողովուրդը նորավեքներին ասեցին Սեդրակ եղբայր, կլինի որ աղոթեք Սուրբ Հոգով մկրտվենք։ Այդ ժամանակ էլ եկեղեցում արգելվում էր այդպես աղոթներ անելը։ Թե Հիսուսի աղոթեմ, չի կարելի, էլի չեն թույլ տալիս։ Բայց ասի լավ, աղոթենք, Տերը կտա, թող տա, ես ինչ անեմ։ Աղոթեցինք, Տերը տվեց։ Խումբեր է, եկա խումբեր։ Սուրբ Հոգին իջավ իրանց վրա, վայ, այդ ինչ աղմուկ դարձավ, գոռում են, լացում են, աշտերել էիս քան, այնց են գոռում։ Մեկ տասի քուրիկեն դե քաղաքը էլի կողքի հարևաններ են, Պարիսից էլի կախվեն նայում են, թե ես ինչ ա եղել Մետաքսի ստանը։ Գևորգ Նիկոլոսից հետո կողբիր, բոլոր հարևանները պատերից կախված մեր տուն, էս էլ ինչ կլի խնդրում եմ, ասա դու սուս մնան կամած խոսան։ Ես ո՞նց ասեմ։ Ասի ամեն, ով էր իմ ասածը բանի տեղ տնին։ Որտեղ նրանք կապված են երկնքի հետ, աղմուկում ու աղաղակում էին։ Չեք կարա մեկի չհանգիստ։ Չէ, չենք կարա։ Մյուս կիրակի ավելի շատ էին նորովքիներ եկի, որ լսել էին Սուրբ Հոգով մկրտվել են, ավելի շատ էին եկի։ Ասին Սերհակը մի հատ չաղոթենք նորից։ Ասի եկեք իջնենք պատվալ։ Ինչ սրի պատվալ որ գոնե այդտեղի մի հատ էլ այդտեղ շատ հետաքրքիր բան եղավ։ Ես դրա համար որ ասում եմ, որ մարդկորեն մի արեք այդ բանը։ Թողեք թող Աստված անի, այնքան զորավոր կանի, այնց ընտիր կլինի։ Մարդը կզգա, հասկանում է, որ Սուրբ Հոգով մկրտվեց։ Իսկ որ տանում սովորեցնում եք ուժեղ արագ ասա, բերան թարսուշտակ ինչ կնգի ասա, Սուրբ Հոգով մկրտվեցին, հետո դու կործանեցիք համետ մարդու հավատը, համծեր հավատքը, համել մի սուտ բան հնարեցիք, որը Սուրբ Հոգեդ ոչ մի կապ չուներ։ Հասկանալի է։ Թողեք թող Աստված անի։ Սուրբ Հոգին տվողը դու չես։ Դու խնդրողն ես ընդամենը։ Մեր ավետիք եղբայրը պատմում էր, ասում է, ես էլ մկրտված չէի Սուրբ Հոգով, մի հատ էլ քույրիկ մկրտված չէր, խնդրեց, ասեց, եղբայր ջան, իմ համար աղոթի Սուրբ Հոգով մկրտվեմ։ Ասեց, ավետիք ջան, արի աղոթենք ես եղբոր համար, ասում աղոթեցինք, ես մկրտվա։ Այդ քույրիկը նեղվա, խռովա, վելավացեց, Տերը ինձ էր տալիս, ավետիք եղբայրը խլեց։ Էն էլ էցև իր գայթակղում։
Այսինքն Պենտեկոստին ունի նաև իր գայթակղիչ կողմերը։ Ստեփանոսը, որ հավատքով ու զորությամբ լցված մարդ էր, մեծ հրաշքներ ու նշաններ էր արվում ժողովրդի մեջ։ Բայց Ստեփանոսի վրա նույնպես գայթակղվեցին ու Ստեփանոսին սպանեցին։ Տեսեք Ստեփանոսը ինչ խիստ խոսք էր ասում այդ ժամանակ հрьяաներին, ով խստապարանոցներ ու սրտով ականջով անթլպատներ, դուք ամեն ժամանակ Սուրբ Հոգուն հակառակ եք կենում, ինչպես ձեր հայրերն էին, այդպես էլ դուք։ Մարգարեներից որին չհալածեցին ձեր հայրերը ու սպանեցին նրանց, որ առաջվանե պատվեցին արդարի գալստյան համար, որին դուք հիմա նրա մատնիչներն ու սպանողներ եղաք, դուք որ օրենքը առակ հրեշտակների մատակարարությամբ ու չպահեցիք։ Այստեղ նրան քարկոծում սպանում են Ստեփանոսին ու տեսնում է երկինքը բացված Աստծո որդուն կանգնած Աստծորության աչին աղոթում նրանց համար որ Տեր ներիր որովհետև չեն հասկանում ինչ են անում եւ ընդունիր իմ հոգին եւ Ստեփանոսն իր հոգին ավանդեց այսպես է ընդունվել քրիստոնեությունը ոմանք հայթակվում էին նույնիսկ անգամ սպանում էին ոմանք տարակուսում էին ոմանք հետևում էին իսկական քրիստոնեությունը այսպեսի շարժ է միապաղաղ ժամերգություն չէ Սա լուրջ Աստծո շարժ է։ Փիլիպոսը հափշտակվեց անապատ, որտեղ մի ներքինի Եսայա մարգարեություն էր կարդում։ Սուրբ Հոգին ասեց գնա բարձրացի կար, գնաց բարձրացավ, տեսա գիրք կարդում, ասաց ինչ ես կարդում, Եսայա մարգարեություն, հասկանում ես, ասես որտեղից հասկանամ, որ մեկը չլի բացատրի։ Բացատրեց, հասկացած, տեսա որ ջուր կանդեղ, ներքինին ասում է, հիմա ի՞նչ է խանգարում, որ մկրտվենք ջրով։ Ասես եթե ամբողջ սրտով հավատում ես, կարելի է։ Նրան իջացրեց, մկրտեց ջրով, անմիջապես նա հափշտակվեց եւ հայտնվեց Ազովտոսում։ Այդպեսի տրանսպորտը ոչ մեկը չի նստե Փիլիպոսից բացի։ Հայք որ Մոսկվայից մեկ քանի ժամ է սպասում այրոպորտում մինչև Սամուելոտ եկա նստիս, չէ, ռեգիստրացիա, մինչև թռնի, 3 ժամ էլ օդի մեջով այդ Տամոժնի, մամոժնի, օդի մեջով այդ հաս, մինչև Վիշնես Մոսկվա, այստեղ է հասնում է։ Բայց Ստեփանոսը մի անգամ հոպ հայտնվեց Ազովտոսում։ Դուք հավատում եք սրան։ Հավատում եք։ Ես էլ եմ հավատում։ Բայց ով ասի մի անգամ այդպես թռեց Սամուելոտով։ Ոչ մեկը, ես լա չեմ լսել երկրորդ մարդը որ թռած լինի։ Պետրոս գնաց այդ հարյուրապետի տանը քարոզեց, ապաշխարեցին ու մկրտվեցին։ Ասին մեզ ջրով մկրտի։ Որ եկավ, եկեղեցին հավաքվել էր Պետրոսին հանդիմանելու նախատելու, որ դու գնացին մտար հեթանոստերի մոտ, համ հաց կերար, համ էլ ջրով մկրտեցիր։ Ինչի այդպես բան արեցին։ Եղբայրական խորհուրդը չէր ասել, եկեղեցու առաջ չէին ներկայացվես, բոլոր ծիսական կողմերը չէին կատարել։ Պետրոսն ասեց. Ախր որ տեսա Սուրբ Հոգին իջավ նրանց վրա այնպես ոնց որ մեր վրա իջավ Աստվածը ես ով էի որ ջուրը արկել եմ հասկանալի է նորից ցեները կդրեցին որ ասես թե որ Աստվածը տվե ես ով եմ հիմա եթե մեկին Աստված Սուրբ Հոգին տվենա Սարգսյան մենք ով ենք որ ջուրը արկել ենք տանենք մկրտենք մի լավը վատա մեր սրտով ամեն սրտով չէ էտա հետո աշխատենք որպեսզի ինքը ուղղվի եթե ինչ որ խնդիրներ կա Նայեցեք արհամարողներ, զարմացեք ու իջիկ դարձեք, որովհետև ես ձեր օրերում մի բան պիտի գործեմ, որ պիտի չկարողանաք հավատալ, եթե մեկը ձեզ այն պատմի։ Գործ Կարաքելոս 13:41։ Սա այդ Սուրբ Հոգու Գալստյան ժամանակներին վերաբերված խոսք էր։ Անկամ պիտի չկարողանաք հավատալ, եթե ձեզ պատմեն այս բոլոր բաները, որովհետև սա Աստծո գործ է։ Հիմա գամ վերջին։ Անցած անգամ Հայկը մի քիչ խոսեց Տեր Հիսուսի մասին, ոմանք ոտեցել են ինձ ասել են, ինչ համի մենք էս չանենք, ինչ չանենք, ամսի վեսին չանենք, Հիսուսի ծնունդը բավորն է, ոչ է, խարդվել են իրար։ Ասի լավ։ Հիմա մի քիչ ուզում եմ սրա մասին կիսվել։ Հայկը ոչ մի սխալ բան չի ասել։ Ինչ ասել է, ամեն ինչ ճիշտ է ասել։ Ես ուզում եմ ուղղակի պարզեցնեմ։ Ինչ Մենք երբեմն այնքան շատ ենք կապվում ավանդական ինչ-որ կարծրատիպերի, որ մենք ենք ստեղծել, որ հետո այնքան հարազատ է դառնում այդ մեզ համար, որ մեկը հանկարծ փոխի այդ կամ փորձի փոխել, մենք գայթակղվում ենք։ Ոնց որ մեր սերից Հիսուսին առածելն են։ Չի ասել թե Հիսուսը չի ծնվել։ Ասած ծնվել է,
Բայց ոչ մեկը չի կարող ասել, որ ամսի 6-ին ածնվի։ Ոչ էլ որևէ մեկը կարող ասել, որ ամսի 25-ին ածնվի, կամ էլ ամսի 7-ին ածնվի։ Հիմա կան կարծիքներ եւ ենթադրություններ, որոնք Աստվածաշնչյան ոչ մի հիմնավորում չունեն, եթե պետք լիներ գրված լիներ այս օրը ծնվեց, մենք կհենվեինք այդ խոսքի վրա, բայց եթե չկա, կարևորը նրա ծնվելն է, օրը էական չէ։ Ամեն օր մեզ համար Քրիստոսը ծնված է։ Ամեն օր։ 4 ավետարանիչներից ոչ մեկի հիշատակությունների մեջ չկա կոնկրետ Քրիստոսի ծննդյան օր։ Ինչու՞։ Ես կարծում եմ, որ հնարավոր է, որ օրը մարդիկ ավելի պաշտեին, քան թե Աստծուն կամ Քրիստոսին։ Դրա համար ավելի լավ է այդ օրը հայտնի չլինի, որևէ օրվա հատուկ սուրբ նշանակություն չտաք։ Որտեվ հիմա շատերը օրվան տալիս են պիղծ նշանակություն։ Հիմա որ դեկտեմբերի 25-ին նայում ինչ-որ չգիտեմ հեթանոսական կռապաշտյան չգիտեմ ինչի օրը։ Հա, հեչել այդ օրը կռապաշտյան օրը։ Այդ օրը հո պիղծ չդարձավ այդ դիսակատարության պատճառով։ Ոչ էլ սուրբ կդառնար որևէ մեկի ծննդյան պատճառով։ Օրը մնում է օր։ Դեկտեմբերի 25-ին 1000 մարդ ածնվի։ Օրինակ իմ աղջիկը դեկտեմբերի 25-ին ածնվի, շատ հրաշալի օր է եղել, մեր համար շատ ուրախալի օր, անգին օր։ Հետո ինչ որ դեկտեմբերի 25-ին է։ Այդ դուք եք նշանակություն տալիս դրան վատ նշանակություն, կամ վատ է լինում։ Օրը մնում է օր։ Պարզ է։ Կաթոլիկ եկեղեցին ծննդյան օրը դեկտեմբերի 25-ն է համարում։ Առաքելական եկեղեցին հունվարի 6-ը։ Ուղղափառ եկեղեցին ռուսական կամ այդ ուղղափառ եկեղեցին հունվարի 7-ը։ Հիմա սրանցից որն է ճիշտ։ Ամեն մեկը իրենց հերթին համոզված են, որ իրենց ասածը ամենաճիշտն է։ Բայց եթե հիմա ես խորհուրդ եմ, եթե լինեք, ասենք դուք Իտալիայում դեկտեմբերի 25-ին ու ասենք Քրիստոս ծնվեց եւ հայտնվեցավ, ասա մեզ ու ձեզ մեծ ավետից, ինչ վատա որ, շատ լավ։ Չի խանգարում ինձ։ Առաքելական եկեղեցում կլինենք հունվարի 6-ին ասենք Քրիստոս ծնվեց եւ հայտնվեց, ասենք մեզ ու ձեզ մեծ ավետից, օրհնյալ լինի նրա ծնունդը։ Ռուսաստանում կլինես կասեն ամսի 7-ին կասեն, թող 7-ին էլ չի խանգարում մեզ այս բոլոր բաները։ Կարևորը ընդունում եք, որ Քրիստոս ծնվեց եւ հայտնվեց։ Օրվա վրա կռիվ չանենք։ Որովհետեւ գիտեք ինչ, որովհետեւ իրար հակառակող ճշմարտություններ են ասում, երկու իրար հակառակ ճշմարտություն չի կարող լինել։ Երկուսից մեկը կամ պետք է ճիշտ լինի, կամ երկուսն է սխալ։ Համաձայն եք։ Բայց որ իրար հակառակ ճշմարտություններ կան 6, 7, 25 եւ այլն, նշանակում է ոչ մեկն էլ ուղիղ չէ, բոլորն էլ հումա։ Կռիվ չանենք սրա շուրջը։ Ոնց որ հիշում եմ մի հատ աշակերտ լավ չի սովորում մաթեմատիկան, ծնողը կանչում ուսուցիչը։ Ծնողը գալիս է, ասում է, ինչ է եղել, ասում է, քո երեխան Աղոսյակը չգիտի։ Ասում է, ո՞նց չգիտի։ Այդ տղա դու Աղոսյակը չգիտես, ասում է, մի հարցն եմ ասեմ։ Տղա ջան, 2 անգամ 2 ինչ անում։ Ես տղեն ասում է 6, ասում է տեսա 6։ Մի հատ տալիս է այդ տղի վսկոտին, ասում է այ տղա 2 անգամ 2 4 անում, հայ քարտրակի 5, 6-ը որտեղից։ Հիմա այս մարդ համար քարտրակի 5-ը բոլեմենյա ճշմարտություններ էլի։ Եթե մեր ասածը քարտրակիով է, ուրեմն նշանակում է դեռ ճիշտ բան չկա։ Մեր տարեթիվը ընդունված է Քրիստոսի ծնունդից, չէ՞, որ ասում են մեր թվարկության, այսինքն Քրիստոսի ծնունդից հետո։ Բայց ամբողջ աշխարհում այդպես չի։ Ես ասեմ մի ժամանակ արաբական թվեր չեն եղել։ Մարդիկ տարերը օգտագործում են որպես թվանշաններ օգտագործել։ Անգամ մեր թվարկություններից Քրիստոսից առաջ 500 թվի նոր 0 թվի մասին գաղափար են ունեցել։ 0 թիվ գոյություն չի ունեցել։ Ասենք որ գրեիր 1800-ից ոնց է առանց 0-ի գրեիր։ Նոր հասկացան որ 0-ն էլ է թիվ, որ պետք է օգտագործվի մաթեմատիկայի մեջ ու լուրջ թիվ է։ Կարգին թիվ է 0-ն։ 0-ն հեչ թիվը չէ, 0-ն մեծ թիվ է։ Շատ լավ։ Ուրեմն, բա ինչով էին այն ժամանակ հաշվում մարդիկ, շատ դժվար է եղել։ Ճշգրիտ հաշվարկներ կարող էին անել, ոչ։ Կամ դժվար թե։ Եվ ամեն ինչ եղել է խառնված։ Պարսիկների մոտ ես մի քիչ կարող պլյուս մինուս ասեմ իմ թվերը, որտեվ հանմասանցից վերցեցի մի տասնյակ տարվա հոդված էր, էլի։ Այդ առումով եմ ասում մոտավորապես։ Պարսիկների մոտ հիմա 1398 թիվն է։
Իսրայելում հիմա 5780 թվականն է։ Թալիանդում 2563 թվականն է։ Եթովպիայում 2012 թվականն է։ Պակիստանում 1441 թվականն է հիմա։ Չինաստանում 4717 թվականն է։ Մի որ թիվն է դուզ, որ թիվն է ճիշտ։ Դու որի հաշվարկով կարող եք, ես իմ հազարավոր տարիներ առաջից մի հատ հաշվարկ անեք, տոշնի բերեք, համակարգչային ճշգրտությամբ բերեք, ինչ որ հաշվիկ բան ասեք ինձ։ Չեք կարող։ Վարդյան, որ սխալ անեն ամեն տարվա մեջ, այդքան տարին մեջ վարդյաներ բերի, ես մի քանի շաբաթվա ամիսվա տարբերություն կտա։ Դու այսօր տրել եք հյոմարը 7 ու 6-ի կռիվ եք տալիս ու իրարից նեղանում եք, իրար մորուք են փիտում ուղղափառ եկեղեցիները, թե դուք ճիշտ եք կամ սխալ եք։ Երկրագնդի 8 միլիարդ մարդու մոտարապես կեսը ունի տարբեր թվարկություններ։ Քրիստոսի թվարկությունը ընդունված է քրիստոնեական աշխարհի կողմից, որպես հիմա ամենաճիշտ միավոր են օգտագործում, բայց սա էլ նորից հարաբերական է, որտեղ դրանց առաջ եղել է թվարկություն։ Հին հայկական տոմարով հիմա մեր հայկական տոմարով կասի որ թիվն է։ 4517 թիվն է։ Դե գնացիք հաշվարկ արեք։ Այդ ինչ հաշվարկ պետք է անեք, որ մի հատ էլ ստեղ ելեք փառավոր հայտարարեք, հունվարի 6-ը աստատուն ստանդարտ թիվ, կամ հունվարի 1-ը, չենք կարող։ Բայց կարևորը որ Տերը ծնվեց։ Մեզանից շատերը, մեծ ասակները ավելի շատ, իրանց ծննդյան օրն էլ չգիտեն, իրանց ծննդյան օրը չգիտեն, անգամ ծննդյան թիվը չգիտեն։ Բայց չի խանգարում, որ նրանք դառնան մեր սիրելի պապիկները եւ տատիկները, ճիշտ է։ Ինչու՞ տատնո պապն է եղել, որ իր ծնված թիվը չի իմացել։ Օրինակ առաջ ասում էին, դու երբ ես ծնվել, չեմ գիտի, սովի տարիներ։ Տեսովի տարին գնա գտի որներ, կամ կարկուտի տարիներ, այդ տարի ուժեղ կարկուտ եկի, ով կասի վերջի կարկուտը որ թվին եկավ Հայաստանում, արդյոք մոռացել եք դուք, քանի տարի առաջ էր, լավ կարկուտ եկավ, չէ՞ս թե։ Որ մի 5-6 տարի առաջվանը դու մոռացել եք այդ խեղճը հազարավոր տարիներ առաջ ոնց, կամ երկրաշարժի տարիներ, գաղթի տարիներ։ Հետո ասեմ ձեզ, ծննդյան օրվա վրա շատ միտես, շատ բան արեք։ Մարդը ծննդյան օր մի օր է ունենում, ոչ թե ամեն տարի այդ օրը։ Օրինակ իմ ծննդյան օրը իմ վրա ասեմ դուք ձերը մտածեք։ Օգոստոսի 10-ը չէ, 1954 թվականի օգոստոսի 10-ն է։ Իմ ծննդյան օրը 71 տարի առաջ է եղել։ Հիմա իմ ծննդյան օրը չի, դրա տարելիցն է ընդամենը նշում ենք, բայց իմ օրը ճիշտ է այնտեղ է եթում։ Հասկանալի է։ Այնպես որ Քրիստոսի ծննդյան օրը այդ թվերի վրա վիճաբանելը անիմաստ է։ Եթե մենք ուզենանք վիճաբանել այս հարցերի շուրջը, օգտակար ոչ մի բան չի տա մեզ։ Կարևոր է, որ Քրիստոսն իրոք ծնվել է, որ նա իրոք Աստծո որդին է, որ նա իրոք մեռա մեր մեղքերի հանցանքների համար եւ հարություն առա, որ մեզ արդարացնի, որ նա իրոք մի օր պիտի վերադառնա երկրորդ գալուստը ու իր հարց եկեղեցին պիտի վերցնի երկինք, որի մեջ պիտի լինենք նաեւ մենք, որ նա իրոք մեզ համար պատրաստել է Աստծո թագավորությունը։ Ամենակարևոր բաները սրանք են։ Սրանք են մեր հավատի հիմքը, ոչ թե այդ օրերի վրա կռիվ տալը։ Որովհետև մի օր, որ մենք գնացինք երկինք, այնտեղ ոչ ժամանակ կա, ժամանակ հասկացողություն, ոչ ներկա, ոչ ապագա, ոչ էլ անցյալ։ Այնտեղ ամեն ինչ գտնվում է հավերժական ներկայի մեջ։ Ժամացույց այնտեղ չի լինելու։ Այնտեղ չես կարող ասես վաղը կամ երեք չէ մյուս օրն ենք, այստեղ էս բանը կերանք։ Այդպես բան գոյություն չունի։ Ամեն բան գտնվում է հավերժական ներկայի մեջ։ Այնտեղ չի լինելու ոչ տղամարդ, ոչ կին հասկացողություն։ Անկամ ես տեսել եմ նկարներ են արել մարդկանց հասկացողությամբ երկնքում էլ կանայք գլխաշորով բանով երգում էին, երկնքում որ կնիկ տղամարդ չկա, գլխաշորը ինչ, որպես ինչ այնտեղ պետք է կիրառվի։ Ոչ մի բան։ Այնտեղ քույրիկներ դուք ազատ եք գլուխներդ բաց տիրոջը փառաբանելու, որտեղ դու այնտեղ կինչ եք։ Ոչ էլ մենք տղամարդ ենք, այնտեղ դուք ասում եմ հրեշտակների պես պիտի լինեք։ Այսինքն երկինքը երկրի նման չչափենք մենք։ Այնտեղ առանց օրվա մարդիկ ո՞նց պետք է անեն։ Կհարմարվենք։ Մարդիկ շատ են սիրում միշտ հոգևոր բաներին նյութական տեսք տալ, նյութական բաները հոգևորականացնել։ Սրա մեջ էլ մենք չսխալվենք, չստեղծենք կարծրատիպեր, ու այդ կարծրատիպը հետո պատճառ կդառնա մեր անկման, որովհետև եթե դու ստեղծես մի բան, որը այդպես չի, ու այդ քո ստեղծածը խախտես, սա համար կհամարվի որպես մեղք։
Այսինքն դուք հանդգների ճիշտն էլ խախտել, եթե ճիշտ լիներ դա։ Դրա համար թողեք այս բաները։ Մարդիկ կարող են օրը պաշտել այդ օրվանից հանելով Քրիստոսին, Քրիստոսը չկա, օրը կա ընդամենը։ Նրանք կարող են խաչը պաշտել, խաչից հանելով Քրիստոսին, խաչը ինչ ձևի ասես պաշտում են, պաչում են ամեն բան, բայց Քրիստոսի հետ ոչ մի կապ չունի։ Եթե վերցնես իրականում խաչը ընդամենը մահվան գործիք եղավ Քրիստոսին, այդ մահվան գործիքն ես դու համբուրում, այդ մահվան գործիքն ես դու պաշտում կամ համարում սուրբ։ Գեղարտով խոցել են Քրիստոսի կողքը, ասում են սուրբ է այդ գեղարտը, ինչի այդպես սուրբ է լինում։ Այդ գեղարտը ինչ գիտես դրանից հետո մի 10 հոգու սիրտ էլ չի մտել ու դուրս եկե։ Թե այդ գեղարտը ծերից առան տարան պահեցին միջև որ կհասնի առաքելական եկեղեցի։ Եթե սնոտի ապաշտությունների մի հավատացեք ու մի հետևեք։ Մարդիկ գնում են Քրիստոսի դատարկ գերեզմանը պաշտելու, երբ որ դրա մեջ Քրիստոսը չկա։ Մարդիկ կարող են անգամ խաչակնքելու վրա վիճաբանել, որի մեջ ոչ մի իմաստ չկա։ Դուք գիտեք, որ հիմա անգամ խաչակնքելու մեջ մեր առաքելական եկեղեցում 3 մատով են կնքում, այսպես, ցախից աջ։ Ուղղակի եկեղեցին աչից ցախ, սրա վրա կռիվ, իրար հերձվածողներ համարել, ինչ ասես, թե խաչակնքելը աչից ցախ չի, ցախից աչա։ Երկուսն էլ բանի պետք չի։ Քրիստոնյա լինելը մեր ոչ թե խաչակնքելով, այլ քրիստոնյա լինելով է։ Ես ես պատմել եմ իմ մկրտության ժամանակ, երբ որ ես եկեղեցում եմ մկրտվել առաքելական, 20-21 տարեկան էի, որ մկրտվեցի։ Այդ դերը խաչը տալիս էր այն տուրիստի գլխին։ Իմ ներկայությամբ այդ տուրիստի ձեռքերը գրպանը դրածերը սենց։ Ես ես պատմել եմ քահանայի էլ, ասի ես գայթակղվել եմ այդ ժամանակվանից հասկացա, որ այդ ինչ ճշմարտություն է։ Այդ մարդը խաչը ինքն գլխից դնում էր, ասեց, երկեց, չգիտեմ ինչ արեց, տուրիստական ավտոբուսն եկավ կանգնեց, տուրիստները լցվեցին այդ բայր տաճար։ Գիտեք արտասահմանցիների մեկ քիչ բան են, չէ, իրանց ոչ սենց։ Մեկն էլ սենց ձեռքերը գրպանը եկավ, սենց տուրիստ նայում էր, այս քահանան խոսքը կիսաթողեց, ասեց ձեռները ջեբերից հետ խան։ Երեն մեջ յուղացի էր։ Այս տուրիստը չասի, դու անգլերեն այդ մարդը խոսում չգիտի։ Ասեց քեզի կասեմ ձեռները ջեբերից հետ խան։ Այդ մարդը չհասկացա, ասեց մկա խաչիկ տպեմ քյալիտ։ Ու ես ոչ չեմ հնարում սա։ Չեմ հնարում։ Եվ ես ասեցի, այդ նույն խաչը մի քիչ առաջ, քո պաշտմունքներ, ես իմ չգիտեմ ինչներ, հայա տայր այդ մարդու գլխին։ Հասկանալի է։ Սրանք սնոտիա պաշտություններ են, որը Քրիստոսի հետ ոչ մի կապ չունի, բայց Քրիստոսը խաչը վերց ու արի մետևից, այն խաչը, որը քո օրվա նեղությունն է, Քրիստոսի համար քո ձեռք բերած հալածանքն ու նեղություններն են։ Քրիստոսի կյանքն է։ Աստված մարդկանցից ծածկեց Մովսեսի գերեզմանը եւ Աստված ինքը թաղեց Մովսեսին, որ Մովսեսի գերեզմանի տեղը ոչ մեկը չի իմանա։ Անկամ սատանան վիճում է, չէ, հրեշտակապետի հետ, անգամ հայալից դատաստան էր բանանում, որ հրեշտակը չբերեց, այսպես թող Տերը քեզ հանդիման։ Ինչու էր վիճում։ Սատանան ուզում էր Մովսեսի գերեզմանը հայտնի դառնա, որովհետեւ այն դարձնի երկրպագության ու կռապաշտության վայր։ Կարող են մարդիկ անել սա, իհարկե կանեին աստա։ Հрьяաներ պղնձե օծը որ թակավորի ժամանակ էր որ վերացրեցին, փշրեցին ու ոչնչացրեցին։ Պղնձե օծը որ չմնա որպես պաշտմունք, որովհետև այն կարող էր վերածվել կռապաշտության։ Գեդեոնը, դուք հիշում եք, երբ որ ինքը հաղթանակեց, Տերը հաղթանակ տվեց, վերադարձավ ու ժողովուրդն ասացին՝ դու եղիր մեր վրա թակավոր։ Գեդեոնն ասեց՝ ոչ, թող Տերը լինի ձեր թակավորը։ Ասեց մենակ թե տես որտեղից մի հատ էլ ինչ սխալ արեց։ Մենակ ձեր բոլոր օղերը ոսկի որ կա, դրանք հավաքեք տվեք ինձ։ Ինքը վերջնում է սրանց եփուտ է պատրաստում, հետո այդ եփուտը դառնում է Իսրայելի որպես երկրպագության տեղ, որպես կռապաշտության վայր։ Նույն Գեդեոնը, որ ասեց Տերը թող ձեզ թակավորի, բայց Գեդեոնի որդին իր 70 եղբայրներին սպանում է ու ինքը դառնում է թակավոր։ Տեսեք, այսպեսին է մարդը։ Ու հանկարծ իր հայրը, որ այդքան մաքուր սիրտ ուներ, իր որդիները այդպես չեղան։ Ուրեմն ոչ մեկը չի կարող օրը սեփականացնել, օրը մնում է օր իր եւ լավ եւ վատ մարդկանց իր մեջ ունենալով։ Այսօր ամսի քանիսն է 27-ն է։ Այնքան լավ մարդածնվե այս 27-ին աշխարհի վրա։ Այնքան գիտնական բարի մարդիկ են ծնվել, քրիստոնյաներ են ծնվել, այնքան վատ մարդիկ են ծնվել նորից այս օրը։ Խեղճորեն ինչ անի։ Այս օրը դրանով դուք մի ոչ սրբացրեք, ոչ էլ պղծեք։
Սուրբը միշտ սուրբ հատ մնացի, նայած որորը կծնվի, պիղծը մնում, անկախ նրանից որորը կծնվի։ Հիմա ծիածանը գոմիկների լոգոն չէ։ Վախենում ենք ծիածանը նկարենք կամ մի հատ բան անենք։ Կասեն գոմիկ են, այն գոմիկի հետ ինչ կապ ունի ծիածանը։ Ծիածանը մեր Աստծո ուխտի նշանն է։ Գոմիկներին հանեք ծիածանից, ոչ թե ծիածանը հանեք մեր տոնածառը կուրկ չէ, եթե դու նրան որպես կուրկ չես դիտարկում։ Մեկը տոնածառին տալիս է ոգևոր իմաստ նշանակություն։ Այդ մարդն ասում է, ես համարում եմ որպես մշտադալարություն, վերևի աստղը որպես Բեթլեմի աստղ, խաղալիքները որպես Սուրբ Հոգու պտուղ։ Իրա բացատրությունը ինձ հաճելի է, ասում եմ, եթե էսենց հա, շատ լավ է։ Բայց եթե մեկն ասում է տոնածառ ջան, տոնածառ, մեզի շարից փորձանքից հեռու պայես, հաջողություն տաս, մեր մեղքերին թողություն տաս, եղավ կռապաշտություն։ Դու ինչի էսպես ով անում ձեզնից։ Ձեր երեխեքին այդպես բան սովորացնում եք անում են։ Դրա համար շատ մի այդպես հատուկ ված սուքով տարեք, մեկն էլ որ չի դնում, նախատեք ասեք, ինչի Սուրբ Հոգու պատողները չես ծրեցիր տուն։ Ես վերջերս ռեպին ասես տոնածառ չտնենք, ասա կնենք, մարդու կնենք 70 տարեկան տոնածառ տնենք, ես խաղամ, թե դու խաղաս տոնածառի տակը։ Մա թորները խաղան, թորների ծնողները տնեն։ Սուրբ Գիրքն անգամ այս Աստվածաշունչը որ բացաստրված է, սա եթե դու դարձնես պաշտմունքի առարկա, այս գիրքը կդառնա որպես կուրկ։ Սուրբ Գիրքը պաշտելու համար չէ, Սուրբ Գիրքը կարդալու համար է։ Բայց նաև ես հարգում եմ այդ գիրքը, մաքուր եմ պահում այդ գիրքը, թևիստակ եմ պահում այդ գիրքը, կրծքիս մոտ եմ պահում այդ գիրքը։ Սա իմ Աստծո խոսքերն է, բայց այս գիրքը պաշտմունքի առարկա չէ։ Բայց ես տեսել եմ մարդիկ այնպես են նկարազարդում Աստվածաշունչ, բացում ես մեզ տպագրածը գտնես կարդաս չես գտնվի։ Լրիվ թանաքներով նշատարվիր, բաներ, մի հատ Աստվածաշունչ իր Աստվածաշունչի մեջ է։ Եթե փորձես մի օր գիրքը մոտը չնալիս ախպեր մի հատ գիրքը գտած կարդամ, դու չես կարող գտնես քո տեղը կարդաս։ Որտեղ գրածը կարդաս, դե իրա գրածը կարդաս։ Սա հարգելը ուրիշ բան է, բայց պաշտմունք չդարձնել։ Հիմա տեսեք Պողոս առաքյալը էսա կվերջացնեմ։ Խոսում է այս մասին մի քիչ ավելի մանր կարդամ, որտեղ սա վերջի համարը կլինի, որ կարդում եմ։ Հավատի մեջ տկարացածին ընդունեք առանց նրա կարծիքները քննադատելու։ Մեկը հավատքի մեջ կարող է տկարացած, ասում է, մի առամարեք այդ տկարացած հավատք ունեցողին։ Մեկի հավատքը թույլ է տալիս ամեն ինչ ուտել, մյուսի հավատքը տկար է, միայն բանջարեղեն է ուտում։ Ուտողը թող չուտողին չանարգի, չուտողն էլ ուտողին թող չդատի, որովհետև Աստված երկուսին էլ ընդունեց։ Այսքանը պարզ է։ Դու ով ես, որ ուրիշի ծառային դատում ես, նա իր տիրոջ համար կանգուն կամ ընկած, բայց կկանգնի, եւ որովհետեւ Տերը կարող է նրան կանգնեցնել։ Մեկը օրը օրից վեր է դասում, իսկ մյուսը բոլոր օրերը հավասար է համարում։ Ամեն մեկը թող իր մտքի համոզմամբ վարվի։ Օրերը հաշվի առնողը Տիրոջ համար է հաշվի առնում, իսկ օրերը հաշվի չառնողը Տիրոջ համար հաշվի չի առնում։ Ով ուտում է Տիրոջ համար է ուտում եւ ասում գոհություն է հայտում, ով չի ուտում Տիրոջ համար չի ուտում ու ասում գոհություն է հայտում։ Այս օրերի համար էլ ասես, մեկը օրը օրից բարձ է դասում կամ ցածր, Տիրոջ համար անում, մեկը չի անում, Տիրոջ համար չի անում։ Մի դատեք իրար այս բոլոր հարցերի շուրջը, որովհետեւ մեզանից ոչ ոք ինքն իր համար չի ապրում եւ ոչ էլ ինքն իր համար մեռնում է։ Եթե ապրում ենք Տիրոջ համար ենք ապրում, եթե մեռնում ենք Տիրոջ համար ենք մեռնում, ուրեմն թե ապրենք եւ թե մեռնենք Տիրոջն ենք։ Հենց դրա համար Քրիստոս մեռավ եւ կենթանացավ, որ մեռածների եւ կենթաններին հավասարապես տիրի։ Բայց դու ինչու ես քո եղբորը դատում կամ ինչու ես քո եղբորն անարգում, որովհետև բոլորս էլ Քրիստոսի ատյանի առջև են կանգնելու, որովհետև գրված է. ես կենթանի եմ, ասում է Տերը, ամեն ծունկ իմ առաջ պիտի ծալվի եւ ամեն լեզու ասում պիտի խոստովանի կամ դավանի։ Ուրեմն մեզանից ամեն մեկն իր համար ասում պետք է հաշիվ տա, այսուհետև այլևս իրար չդատենք, այլ ավելի մտածենք, ով որ եղբոր համար անկման կամ գայթակղության, որ մենք եղբոր համար անկման կամ գայթակղության պատճառ չլինենք։ Գիտեմ եւ համոզված եմ Տեր Հիսուսով, որ ոչ մի բան ինքնին պիղծ չէ, միայն ով որ որևէ բան պիղծ է համարում, այդ իր համար պիղծ է։ Այ որ ինչ որ ես ասացի, նույն բանը կարող է մեկը ուտի միստ իր համար որպես լինի, մեկը ուտի զոհ լինի իր համար։ Ու սրանք իրարից տարբեր են, ոչ թե միսներ կարևորը, այլ քո մոտեցումներ կարևորը։
Դրա համար Պողոս առաքյալը ասում էր, որ մեկը կարող է զոհ արվածը որպես միս ուտել, ասում է լավ, բա որ հանգարց դու մտար մեհյան, այդ զոհ արվածը հավատդ մեծ էր կերար որպես միս, քո եղբայրն էլ այդ նույն մեհյանում տեսավ քեզ, որ դու զոհ արվածն ես ուտում, ինքը չի քաջալերվի զոհ արածը որպես զոհ ուտելու, եւ ասում է քո գիտության պատճառով կորստյան ես մատնում քո եղբորդ, որի համար Քրիստոս մեռավ, եւ քանի որ նրա խշպտանքը տկար է, բացվում է քո պատճառով, հասկանալի է, ուրեմն մենք սա էլ հաշվի առնենք, եթե ուտելիքի պատճառով քո եղբայրը տրտում է, ուրեմն դու նրանից սիրով չես վարվում, քո ուտելիքով կորստյան մի մատի նրան, ում համար Քրիստոս մեռավ, ձեր բարին թող չշարախոսվի, որովհետև Աստծո արքայությունը ուտելիք ու խմելիք չէ, այլ արդարություն է, խաղաղություն եւ ուրախություն Սուրբ Հոգիով, ով այս կերպով է ծառայում Քրիստոսին, ասուն հաճելի է մարդկանց գովելի, ուրեմն հետևեք խաղաղությանը եւ միմյանց ամրապնդելուն, ուտելիքի պատճառով Աստծո գործը մի քանդիր, ամեն բան մաքուր է, բայց չար է այն մարդու համար, որը գայթակղության պատճառ դառնալով է ուտում, լավ է ոչ միս ուտեմ, ոչ էլ գինի խմեմ, ոչ էլ որևէ բան անեմ, որից իմ եղբայրը գայթակղվում է կամ սայթակում է, դու որ հավատ ունես, քեզ համար ունեցիր Աստծո առաջ, երանի նրան, ով իրեն չի դատապարտի նրանով, ինչով փորձության է ենթարկվում, իսկ նա ով կասկածում է, եթե ուտի դատապարտված է, որովհետև այն հավատից չէ, ամեն բան որ հավատից չէ, մեղք է, Կողոսացի 2:16-19, երկար խոսքեր, բայց բովանդակությունը այսօրվա մեր նյութին համապատասխան էր։ Փաստորեն, ուրեմն մենք կարող ենք մեզ համար ստեղծել մի բան, որը իր մեջ չունենա ճշմարտություն, եւ մենք ինքներս մեր ստեղծած կարծրատիպը դարձնենք կրոնական պարանգցենք մեր վզին, մեր ստեղծածով էլ խեղդվենք, որը ճշմարտության մեջ ոչ մի կապ ճշմարտության մեջ չուներ։ Դրա համար ոչ մի կարծրատիպ չստեղծենք մենք մեր համար։ Ուրեմն իմ հորդորը ձեզ հունվարի 6-ը թող մնա հունվարի 6, Քրիստոս հարյավի մեռելոց։ Ոչ մի խնդիր չունենք մենք, այդտենց էլ կանենք։ Բայց եթե այդ օրը Հայկ ջան Ռուսաստանում կլնես հունվարի 7-ին ուղղափառ եկեղեցին կասի Քրիստոս ծնվեց եւ հայտնվեցավ, իսկ ով ասես չէ։ 25-ին կլի ծնվեց եւ հայտնվեցավ, օգոստոսի 8-ին կլնի ծնվեց եւ հայտնվեցավ։ Ամեն օր Քրիստոս ծնվեց մեր սրտում։ Կարևորը նրա ծնունդն է։ Կարևորը որ Քրիստոս իրականում ծնվել է, նա հարություն է առել, նա վերադառնալու է։ Ում է պետք Քրիստոսի ճիշտ ծննդյան օրը, երբ քո կյանքում Քրիստոսը չկա։ Ում է պետք Քրիստոսի հարության ճիշտ օրը, երբ որ այն քո կյանքում տեղ չունի։ Ում է պետք Պենտեկոստեի օրը, որ Սուրբ Հոգին քո մեջ տեղ չունի։ Տերը օրհնի ձեզ։